Ցավակցում եմ, ձեր տատիկը մահացավ։ Արշակ, դու ուղղակի չես պատկերացնի Նորոյին ինչքան եմ կարոտել։ Անհամբեր սպասում եմ, որ գա գոնե գրկեմ։ Խեղճ Նորո։ Հայ Էդո ջան, դու էլ ես լսել լավ նորությունը։ Ոնց։ Ոնց մահացել է, երբ Էդո։ Արշակ, ինչ ա եղել, ով ա մահացել։ Մագդա, Նորոյի տատին ա մահացել։ Էդո ես միշտ գիտակցել եմ, որ այսօր գալու է։ Գիտակցել եմ, բայց միշտ վախեցել եմ այսօրվանից։ Ես պատրաստ չեմ եղել այսօրվան։ Ու հիմա է պատրաստ չեմ։ Ես չեմ պատկերացնում։ Ոնց եմ առավոտ զարթնելու ու իրան չեմ տեսնելու։ Ոնց եմ տան մի անկյունից մյուսը գնալու առանց իրա ներկայությունը զգալու։ Ոնց եմ մի բաժակ սուրճ պատրաստելու երկուսի փոխարեն։ Ինչ ասեմ, նույնիսկ չգիտեմ։ Ոնց որ
Բոլոր բառերը գլխիցս ճնշված լինեն։ Իմ համար էլ է շատ ծանր։ Թամար տատին ոնց Սեզեր վերաբերվում նենց էլ ինձ ու ոնց որ ինքն էր ասում ես էլ եմ իրա թոռը, ինչ տարբերություն։ Ու այս կորուստը իմ համար էլ է շատ ծանր։ Ես մամա եմ կորցրել։ Թվում էր պիտի ավելի հեշտ լինի։ Պիտի ավելի թեթև լինի, բայց չէ։ Չէ։ Որովհետև հասկանում ես, որ մենակ մնացիր։ Ես նեղանում էի տատիկից։ Ինքը որ մամայիս էր մեղադրում, նեղանում էի։ Որովհետև մամաս էր։ Ու դժվար էր այդ ամեն ինչը լսել այդ։ Հետո տատին հասկացավ։ Հասկացավ ու մոռացավ մամայիս էլ իրա տողնել։ Սկսեց մեր համար ապրել։ Կյանքում չեմ տեսել տենց մարդ։ Չեմ տեսել, որ տատիկը իրա ամբողջ կյանքը թոռներին նվիրի։ Մոռանա ամեն ինչի մասին ու իրա թոռների մասին մտածի։ Ինքը ուտելիք էր պատրաստում, 3 մասի էր բաժանում։ Ու ասում էր դուք կերեք ես կուշտ եմ առավոտ կերել եմ։ Հետը ես չեմ դիմանալու։ Ես չեմ կարա առանց իրան։ Մենք միշտ սովոր ենք եղել իր ներկայությանը։ Սովոր ենք եղել, որ 2 րոպե ուշտուն մտնելու համար պիտի բացատրություն տանք։ Որ վերջին խոսքը այս տանը իրանը պիտի լինի։ Մեր համար իր ներկայությունը սովորական է եղել, սովորական բան։ Բայց գիտես երբ է ցավում։ Երբ որ հետո հասկանում ես, որ ամենաթանկարժեք բանը այդ սովորական հիշողություններն են։ Մենք հիմա շատ ուժեղ պիտի լինենք էլիս, շատ ուժեղ։ Ոնց է դու։ Ոնց ուժեղ լինեմ, հեշտ ես ասում։ Ես չեմ հասկանում։ Ինչի է կյանքը մեր հետ այսքան դաժան։ Մայր չունեցանք։ Հորերս էլ նորմալ չտեսանք։ Հիմա կորցրեցինք այն միակ մարդուն, ով մեր կողքն էր։ Էլիս, խնդրում եմ փորձի հանգստանաս, հա։ Գիտեմ, որ բարդ բան եմ ասում, բայց եթե դու հիմա քեզ կորցնես, Ալինայի համար շատ ավելի դժվար է լինելու։ Ալինան։ Երախում ոնց ենք ասելու։
Չեմ հավատում, որ վերջապես տանն եմ։ Մենակ խնդրում եմ ուրախությունից կամաց կգոռաք։ Էլիս։ Տատին ուր է։ Ես երևի գնամ նորոյնց տուն, հասկնամ ինչ վիճակա, նորոն հաստատ արդեն տանն է։ Ես էլ եմ գալիս։ Ինձ այդ տուն տարեք, հա? Ես հիմա պետքա տանը լինեմ։ Դուք մի բան սխալ եք հաստատ հասկացել, հա, իմ տատին հիվանդանոցում է։ Դուք մի բան սխալ եք լսել, ես զգում եմ, հա։ Արև գնա Ալինային ջուր բեր, հա։ Չեմ ուզում։ Հերիքա ինձ հանգստացնեք, ընդամենը ինձ տուն տարեք։ Բալես դու տուն կգնաս, բայց ոչ հիմա, խնդրում եմ։ Ինչի եմ ձեզ խնդրում, որ ինձ տուն տանեք, ես ոնց եկել եմ, տենց էլ կգնամ, հա։ Ալինա, խնդրում եմ, պապայից լսի։ Արև հեռու գնա։ Սպասի, Ալինա։ Արև դու շատ փոքր ես, որ ինձ հասկանաս։ Դու շատ փոքր ես, որ հասկանաս հիմա ինչ է իմ հետ կատարվում։ Թող հանգիստ ինձ։ Ով ասեց։ Ես հիմա շատ լավ հասկանում եմ, որ քո տատին գնացել է մեր մամայի մոտ։ Ու հիմա երկնքին նայելուց ոչ միայն մամային կհիշենք, այլ նաև քո տատիկին։ Ես ես կյանքում ոչ մի բանից չեմ վախեցել։ Բաժնում էլ չէի վախենում, որ հնարավոր է այդ սպանությունը իմ վրա մնա։ Չէի վախենում, որ շատ հնարավոր է ուրիշի տեղը պատասխան տամ։ Կամ 5 տարուց ավել արևի երես չտեսնեմ։ Իմ տարիքի տղեկին, որ փողոցում կանգնես ու հարցեր տաս, կյանքի հաճույքների մասին այնքան բան կպատմեմ, որ բերանդ բաց կմնա։ Բայց ես ինչ ծնվել եմ բացի վատից ուրիշ բան չեմ տեսել։ 25 տարեկան տղա եմ, բայց ապրածս ուրախ բայրը մատներից վրա կարող եմ հաշվել։ Բայց չեմ թուլացել։ Չեմ թուլացել, ինձ վատ չեմ զգացել։ Ես անգամ սեփական մայիցս միջև հիմա չեմ վախենում։ Բայց տատս իմ թույլ կողն էր։ Իմ ամբողջ կյանքի միակ վախը այսօրն է եղել։ Քնեց Ալինան։
Բայց կարող է սխալ արեցինք, որ հանգստացնող տվեցինք։ Չէ, Մագդա, դու չտեսար, թե ինչ վիճակում է։ Ալինային հիմա տուն տանելը շատ սխալ է, որովհետև 1000 ու մի հարց կա։ Այնքան անհանգիստ եմ, նորոյն էլ չեմ զանգել։ Դու մնա երեխեքի մոտ։ Ես էլ ամեն դեպքում գնամ նորոյնց տուն, հասկանամ, թե ինչ վիճակը։ Միջև Ալինայի արթնանալ գոնե հասկանանք, թե ինչ ենք անում։ Չէ, ես էլ կգամ քո հետ։ Ավելի լավ է ես գնամ պատրաստվեմ։ Չես պատկերացնի ոնց եմ ուզում նորոյն տեսնեմ։ Ես գիտեմ, որ հիմա ինքը շատ վատ ու ծանր վիճակում է։ Ուղղակի Ալինայի մոտ էս ամեն ինչը չի ուզում ցույց տայի, բայց ես շատ անհանգիստ եմ։ Մագդա, Ալինան կարթնանա, միասին կգաք։ Բա արևը։ Ես չեմ ուզում, որ արև այդ ամեն ինչը տեսնի։ Կթողնես հարևանի տանը։ Լավ։ Ինչ ենք անելու նոր։ Ոնց ենք ապրելու։ Ես էլ չգիտեմ։ Ուղեղս չգիտակցում ինչա կատարվում։ Կամ էլ այս ցավը իմ ուժերից վեր է։ Ես էլ եմ նույն վիճակում, Էլիս։ Ես էլ չգիտեմ ոնց դիմանամ։ Յանքոս այս զգացողություն չեմ ունեցել։ Նույնիսկ այն ժամանակ, երբ որ իմացա, որ մաման էլ չկա։ Գիտեմ, որ սխալ համեմատություն եմ անում, բայց ասում ամեն ինչ կա։ Ցավերի չափերը նույնն են։ Զգացողություններն են տարբեր։ Այն ժամանակ նեղացած էինք մամայից։ Վիրավորված էինք, հիմա ուրիշ է։ Շատ ենք կարոտելու։ Տատիի ձայնը հակաշներից ես դուրս չի գալիս, Էլիս։ Չգիտեմ։ Ալո։ Բարև։ Բարև։ Էս ո՞նց է համարս հիշել ես։ Անկեղծ ասած, որ տեսա դու ես զանգում, շատ զարմացա։ Հասմիկ, ինչ էլ մեր մեջ եղած լինի։ Հավատա հիմա այն վիճակն է, որ ամեն ինչ պիտի մի կողմ դնենք։ Ինչ ա եղել։ Համար տատին եմ մահացել։ Ու ինձ թվում է դու հիմա պիտի Էլիզի կողքին լինես։ Ինչ ես խոսում է դու։ Այսօր առավոտն է դեպքը եղել։
Մենք նորեն ստանն ենք, եթե ինչ։ Ես հենց հիմա գալիս եմ։ Շատ դժվար է լինելու այս անցումը նորը։ Դժվար է, երբ որ միշտ այդ մարդու հետ ես ապրել ու հիմա պետք է սովորես առանց իր ապրել։ Հիշում ես ինչ կանար հետ այդ կռվում, որ երկար է իր գնում։ Հա։ Տները հավաքում էր, ճաշը պատրաստում էր, հենց սենյակից դուրս էի գալիս, ասում էր, սովը ստիպեց, որ արթնանաս։ Նոր։ Ես պատրաստ չեմ տատիկի մասին անցյալով խոսամ։ Ես պատրաստ չեմ տատիկի մասին խոսելուց առաջ այդ հիշում ես ասելուն։ Իմացա ինչ ա եղել ու չկարողացա չգամ։ Գիշնես դուրս մի երկու բառ խոսանք։ Արի նստի Արշակ։ Էլիս ջան ցավակցում եմ։ Շնորհակալ եմ։ Ալինան իմացավ, հա։ Հա։ Այնքան լացեց, որ ստիպված քնաբեր ենք տղել, որ երեխեն հանգիստ քնի։ Բայց հենց արթնանա Մագդան կբերի։ Հիվանդանոցից զանգեցին։ Պիտի գնանք։ Գնացինք։ Բայց չեմ ուզում որ Էլիզը մենակ տանը մնա։ Հասմիկը հեսա 2 րոպեից կհասնի։ Մենակ չի մնա։ Գնացինք։ Հանգստացավ գոնե։ Հա, բայց հենց արթնացավ նորից լացելու է Մագդա։ Ինչ անենք։ Արև ջան, ոչ մի բան չենք կարող անենք։ Ինքը տատիկ ա կորցրել, բնական է որ պետքա լացի։ Հիմա իր տատիկը մամայիս մոտ է, չէ։ Հա, Բոլորը մամայից նեղացած էին։ Ոչինչ, իրանք է կհաշտվեն ոնց մենք, չէ։ երևի։ Այս ինչ եղավ Էլիս։ Ոնց եղավ։
Ինչն էր պատճառը։ Չգիտեմ։ Վերջին շրջանում շատ լարված էր, շփոթված։ Տեղը չէր գտնում։ Նորոյի հետ կապված։ Չէ։ Նորոյի հարցում հանգիստ էր։ Գիտեր, որ ինքը տենց բան չէր անի։ Բա ինչն էր պատճառը, Էլիս։ Պապայիս հետ կապված խնդիրներ կային։ Պարզվում է, ստիպում էր տատիկին, որ տունը վաճառեր։ Ինչ ես խոսում։ Հա, ես էլ չգիտեի։ Օրերով չկար պապան, չենք գտնում։ Հետո տատիկն էլ փնտրում էր իրան ու մեզ չէր ասում, որ իրանա փնտրում, որ տենց խնդիրներ կան, որ ասում է տունը վաճառի։ Ու ես այդպես էլ չէի իմանա, եթե պապան չկար ու չվիճեր տատիկի հետ։ Բայց պապատ ինչ ա ասել տատիկիդ։ Հաս եկավ տուն, սկսեց գոռալ տատիկի վրա։ Դեմքին կապտուկներ կային, ասեց, որ իրան շատ քիչ ժամանակ ա մնացել։ Ասեց, որ եկել ա մեզ ամեն ինչ պատմի, որ մենք որոշենք։ Տատիկն էլ ասեց, որ տունը չի վաճառի։ Այդպես հասկացանք, որ դա էր պատճառը։ Բայց շուտ կբերեք, չէ։ Հա, Հասմիկ ջան, հանգիստ տեղի։ Բայց ինչ։ Հաստատ փաստաթղթերի համար է, չէ պետք։ Հասմիկ ջան, ես հասկանում եմ, որ իմ մասին ինչ ասես քեզ կարան ասած լինեն։ Բայց ես այդքան էլ վատ մարդ չեմ։ Դու հանգիստ տեղի, մի ժամից տեղում կլինի։ Այս տունը արդեն այնքան սառն է։ Առաջվանը չի։ Ես զգում եմ, որ այս տանը չեմ կարողանալու ապրել, այնպես ոնց երեք էի ապրում։ Ցավը շատ մեծ է, Էլիս։ Ես Թամար տատիկին իմ սեփական տատիկի պես սիրել եմ, հարգել եմ, ու իմ հավատն էլ չի գալիս։ Ոնց որ վատ երազ լինի։ Ոնց որ վատ երազ լինի ու մենք չկարողանանք այս երազից արթնանալ։ Ալո, Լանա, Աննանա, թղթերը արդեն պատրաստ են։ Հույս ունեմ կգաս ու հանգիստ կստորագրես։ Իսկ կլինի դրսում միտեղ հանդիպենք ստորագրեմ։ Ինչի։ Երեսդ չի բռնում, որ գաս մամայիս աչքերի մեջ նայես։ Չէ, ընդամենը չեմ ուզում գամ այդ տուն։ Վատ հիշողություններ ունեմ։ Ու հետո հա, չեմ ուզում մորքուրին տեսնեմ։ Կգաս ու հենց մեր տանն էլ կստորագրես։ Հա, ու մի բան էլ։ Աշխատի քիչ խղճահարություն հա առաջացնես մարդկանց մոտ։ Ամոթ հա։ Այսինքն։ Ու երբ մարդ լավություն է անում քեզ ու աշխատանքի է տեղավորում, վատությամբ մի պատասխանի։ Նորմալ գլուխդ կախ աշխատիր։ Չնայած ինչ եմ ասում։ Բա դու գլուխ կախող աղջիկ ես։ Չհասկացա, դու ինչ գիտես ինձով աշխատանքի տեղավորել կամ ես ոնց եմ աշխատում։ Էդ էլ մի իմացիր։
Կյանքը երբեմն այնպիսի ձևով է մարդու հետ վարվում, որ թվում արդեն էլ ուժ չկա դիմանալու։ Մարդ պլաններ է կազմում, սպասում է լավին ու հանկարծ մի օր հասկանում է, որ այդ ամեն ինչը կարող է մի ակնթարթում փլվել։ Բայց երևի հենց այդտեղ է կյանքի ամենադաժան, բայց նաև ամենաիրական օրենքը։ Մարդ ստիպված է այդ ցավի միջով անցնել, որ հասկանա, թե ինչքան ուժեղ է, որ իմանա ինչքան էլ կոտրվի ներսից, մի տեղից նորից պիտի հավաքվի ու շարունակի քայլել, որովհետև առանց դրա չի լինի ապրել։ Հարազատի մահասկալ այդ փորձություններից ամենադաժանն է։ Բայց մարդու էությունը մահակուլ տալուն էլ է ընդունակ։ Մտածում ես չես դիմանա։ Բայց մարդ ամեն ինչի էլ դիմանում է։ Մեկ-մեկ ինքան վատ է հնչում հետ։ Մեկ-մեկ զզվում ես քեզնից, որ ասում ես կյանքը շարունակվում է։ Ոնց որ ուղղակի մարդ էր, գնաց, օրեր անցավ։ Բայց այդ է։ Ոչ մեկս ոչ մի բան փոխել չենք կարող։ Երիզը ոնց եղավ։ Չի իջնում ջերմությունը, Էդոն խանութ գնաց։ Ով չգիտեմ։ Նորո ես հասկանում եմ, գիտեմ, որ շատ դժվար է։ Ուղղակի էս կյանքը։ Ու ինչ է լինի, ուղղակի պետք է շարունակես ապրել։ Ուղղակի ես վախենում եմ։ Ինչից։ Քեզ սենց կոտրված ու վատ տեսնելուց։ Նորո այս կյանքը մեզնից կարա խլի մեր հանգստությունը, ուրախությունը, մեր համար թանկ ու կարևոր մարդկանց։ Բայց այդ քեզնից է կախված, դու կթողնես այդ ցավը քեզ կոտրի, թե չէ։ Ես անում քեզ ամեն ինչի պատրաստ եմ։ Ամեն ինչի։ Այսինքն ես կարամ հանգիստ լինեմ։ Ուղղակի ինձ մի քիչ ժամանակ տուր, որ ուշքի գամ, լավ։ Նորո ես քեզ շատ եմ սիրում։ Ես էլ քեզ։ Ափսոս որ տատիս չհասցրես մեր հարսանիքը տեսնի։ Ես էլ եմ շատ ցավում, որ չհասցրեցի իր հետ գոնե նորմալ շփվեմ։ Մի որոշ ժամանակ հետո ժամանակ անցնի ու դու կգաս մեր տուն։ Իմ համար մենակ էն է կարևոր, որ ես քո հետ լինեմ։ Հավատա, այդ հարսանիքը իմ համար կարևոր չի։ Ալինա, տես, ես ու պապան քո համար համով բաներ ենք պատրաստել։ Ես ասել էի, չէ, որ չեմ ուզում ուտել։ Սոված չեմ, ես հանգիստ թողեք ինձ։ Բալես չի կարելի սենց։ Պետք է մի բան ուտես, որ չհյուծվես։ Չեմ ուզում։
Չեք հասկանում, որ հիմա ոչ մի բան կուլ չի գնա։ Իզուր եք աստեղ, ես պետքա տուն գնացած լինեի։ Պապան հեսա քեզ կտանի։ Բնավորությամբ շատ նման ես քո մամային։ Շուշան էլի թե մի բան չէր ուզում, աշխարհն էլ շուռ գար, չէր անելու։ Դուք իմ մամային ինձ լավ եք հիշում։ Իսկ ես հազիվ եմ մտաբերում ինչ-որ դրվագներ ու պահեր։ Իսկ ես ընդհանրապես չեմ ճանաչում իրեն, բայց որ ինչ-որ բան պատմում են կամ նմանացնում են, հաճույքով լսում եմ։ Ախպեր գոնե Մագդային լսի այդ դեղերը խմի։ Լրիվ իրան կորցրել է այդ աղջիկը։ Այդ ես չեմ կարում հասկանամ։ Չեմ կարում հասկանամ, ախպեր, ոնց կարալ բաբկին է չգալ իր մոր թաղմանը, ոնց։ Նորո ջան, մենակ թաղմանը չէ։ Ոչ մի արարողության չեկավ։ Ես չեմ կարում հասկանամ, ոնց կարա մարդուս ծնված արարածը այդքան անմարդկային լինի, ախպեր։ Նա իմ այս մարդու նման է, մարդու տեսք ունի, բայց Կարող է ինչ-որ բան է եղել։ ինչ ուզում է եղած լիներ։ Ուզում է աշխարհը գլխի շուռ եկած լիներ, ծանոթությանը չդիմանար, սողալով է պետքա գալ մոր թաղմանը ներկա լիներ։ Ես չգիտեմ, որ տենամ։ Լավ, նորո, վերջացրու։ Ուրեմն արշակը այդքան թուք ու մուր ուտելուց հետո գա ներկա լինի տատիկից թաղմանը, ձեռքը դնի ուսիս, հույս տա, աջակցի, բայց ինքը Տատիկի հեռախոսն է։ Ալո։ Ալո, բարև ձեզ, ոստիկանությունից է։ 2 օր առաջ ես համարից զանգ ա եղել։ Տիկինի հիվանդանոցից ինչ-որ բան էր փորձում մեզ ասել։ Փոխանցեք հեռախոսը տիկնոջը։ Կամ կներկայանաք, թե դուք նրա ինչն եք ու ինչ ա կատարում։